Ողջույն նոր ռադիոկայանի սիրելի ունկնդիրներ։ Այսօր նոր ռադիոկայանի թիմը հյուրընկալվել է Աշոտ Ալիկ Ջավախի աշխատասենյակում եւ մի քանի հարցեր ունենք։ Նախ այսօրվա մեր հյուրընկալության թեման երկի պրեմիերաներ, հարգելի Քսպոյան, այս մասին խոսենք, սկսենք այստեղից։ Տեղի ունեցավ նոր երկի պրեմիերա, որը Ջավախյան Բարբարով է, ինչպես մեր հետևորդները լսարանը տեղյակ են, որ երկի խոսքերի հեղինակը դուք եք, մի փոքր մանրամասնենք, բացենք ճակերտները, նախ առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել ձեր այս գեղեցիկ միջադեպի կապակցությամբ եւ խոսենք երկի ստեղծման, գործիքավորման, ձայնագրության դժվարությունների եւ այդ փուլերը հաղթահարելու եւ երգ այսօր մեր լսանին մատուցելու մասին։ Նախ կուզենայի ձեզանից շնորհակալություն հանել Նինոց Մինդայի ռադիոին, որ միշտ անգամ ուշադրության կենտրոնում եք բաղում իմ համեստ գործունեությունը եւ բարբերաբար ձեր հաղորդաշարերի մեջ ընդգրկված են իմ երգերը, որ դրա համար օգտվելով առիթից խորին շնորհակալություն ես։ Ինչ կվերաբերում է երգի համար, գիտեք ինչ, դուք արդեն ձեր ռադիոգայանով շնորհավորել եք այդ երգը, տեսագրությունը, տեսաերեզը կա արդեն, ասեմ, որ մտահղացումը իմ աշակերտուհի Իրինա Շիբակցյանն էր ասել, որ Վարպետ ջան, հնարավոր է, որ դուք կարողանաք մի հատ երգ գրել մեր Ջավախքի բարբարով, ասի մտածեմ կաշեմ, իսկ իմ Facebook-յան էջում ես թողարկել էի գրություն, որ սիրելի հայրենակիցներ, հատկապես դիմել էի ջավախցիներին, որ ինձ օգնեք, որպեսզի Ջավախքի բարբարով պիտի երկրեմ, երկը գրել է արդեն, օգնեք թե ճիշտ է, թե ճիշտ չէ, եւ եղան մարդիկ, որոնք օգնեցին եւ հատկապես կուզենայի նշել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռուզաննա Մելդոնյանին, որը մեծ սիրով օգնեց, մեծ օգնություն ցուցաբերեց եւ ստացվեց երգը, գիտեք ինչ, երգի նվագը արվել է Երևանի ստուդիայում, շատ ես գոհ եմ օրինակ երաժշտությունից եւ ինչպես ասացիք, բարերի եւ երաժշտության հեղինակը ես եմ, ես էլ երգը կատարել եմ եւ իմ խմբերն են մասնակցել այդ նկարահանմանը եւ ինձ թվում է թե ստացվել է եւ գիտեք ինչ թողնենք մյուս մնացած ժողովրդին լսարանի դատին այո հանձնենք։ Իսկ դժվարություններ եղան գործիքավորման ձայնագրության, քանի որ դրանք տեղում չիրականացվեց, այո, բավականին տևական ժամանակ պահանջվեց, որպեսզի արվի եւ գործիքավորումը եւ ձայնագրությունը, ինչքանով էր դա բարդ։ Գիտեք ինչ, հավելենք նաև որ պահանջում է նյութական ծախսեր։ Դե դուք ասացիք ամեն ինչ, դժվարություններ ամեն գործի մեջ էլ կան, ես տարեկից միշտ անգամ չեմ վախեցել դժվարություններից, հաղթահարել եմ, այս անգամ էլ այս երգի կատարելագործելու եւ տպագրելու համար կային փոքրիկ դժվարություններ, հատկապես ինչպես ասած եք նյութապես, կարողացանք եւ ինչեւից է երգը վերջապես հույսով եմ շնորհակալ եմ, որ ստացվել է։ Իսկ դժվարությունները դա մարդկանց համար է եւ հաղթահարելու համար է։ Չնայած որ մենք տևական ժամանակ է պլանավորում ենք այս հարցազրույցը, բայց համընկավ ստացվեց նրա հետ, որ այսօր մարդաշատ էր միջանցքը մշակույթի տան, Ախալքալակի եւ պարզվեց, որ պատահականորեն համընկավ անսամբլի 25-ամյակի հետ։ Խոսենք թե ինչ որ միջոցառումներ պլանավորվում են 25-ամյակի հետ կապված, խոսենք թե ինչ դժվարություններ է հաղթահարվել այդ 25 տարիների ընթացքում ձեր կողմից, որ այսօր ունենք անսամբլը։ Շնորհակալություն հարցի համար, գիտեք ինչ, ես մի քիչ էլ եթե նկատել եք դխուր եմ, որովհետև 25-ամյակն եք նշում այսօր, բայց մենք կարելի ասել ոչ մի միջոցառում չենք ձեռնարկել, քանզի որովհետև մեր հին եւ նոր մասնակիցները անսամբլի Ջավախք ազգագրական երկի բարի անսամբլի մասնակիցները մտահղացում ունեին, որպեսզի այդ 25-ամյակը նշեն արտասահմանյան որևիցե մի լավ երկրում, բայց ինչ պատճառով հետաձգվեց այդ գնալը, իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, այո, այսօր համընկնել է ձեր գալը երկի պրեմիերայի համար, երևի դա էլ ձեր սրտից է, որ այնպես օր եք ընտրել, որ այսօր Ջավախք ազգագրական անսամբլի ստեղծման օրն էր, ես ինչպես հիմա հիշում եմ այդ օրը, հատկապես երգիչներս էին հրավիրված, մինչ այդ ես ունեի երգչախումբ,
Աշվագան դպրոցը դեռ չկար, բայց երգչախումբ կար, երգիչներն էին առաջ հերթին, մտահղացում եղավ, որպեսզի երգիպարի անսամբլ ստեղծենք եւ հոկտեմբերի 22-ին 2000 թվականին մենք համընդհանուր այդպես հավաքույթ կազմակերպեցինք եւ մտածեցինք, որ ստեղծենք այդ անսամբլը եւ Չեր անցել արդեն մի քանի ամիս, անսամբլը արդեն կարողացավ մշակույթի տանը փոքրիկ համերգներով հանդես գալ։ Գիտեք ինչ, անսամբլի ստեղծումից հետո ես բոլոր իմ գործունեությունը 2000 թվականից կապում եմ Ջավախ կազգագրական երգիպարի անսամբլի հետ։ Ասեմ ինչու, որովհետև ոչ թե մոտավորապես իրականից 2003 թվականին մենք կարողացանք անսամբլը Ջավախի պատմության մեջ առաջի անգամ դուրս տանել Եվրոպա։ Գերացնում եք դժվարությունները ահավոր էին, բայց կարողացանք վերջապես առաջի անգամ եւ մեծ փառքով մեկնեցինք Հունգարիա եւ Սլովենիա, երկու երկրներում էլ ամերիկային ծրագրով, փառատոնային ծրագրով հանդես եկանք, հաղթանակով վերադարձանք հայրենի Ջավախ։ Դեք ինչ հետագայում արդեն 3-4 տարվա այդ ընթացքում ես եւ Տիկին Լամարան ձեռնամուխ եղանք, որպեսզի մեր ցաների օգնությամբ կարողանանք Ջավախի ավելի ճիշտ Ախալքալակի շրջանի մունիցիպալիտետի բոլոր գյուղերում ստեղծել երգիպարի խմբեր։ Նորից կարող ասեք դժվարություն։ Ահավոր էր, մենակ եթե վերցնենք ճանապարհները, չկար ընդհանրապես ոչ մի գյուղի ճանապարհ համարյա դե չկար, ինչպես հիմա է։ Եվ համարյա դե բոլոր գյուղերում մենք կարողացանք մի 2-3 տարվա ընթացքում ստեղծել երգիպարի խմբեր, այնպիսի հեռավոր գյուղերում, ինչպես են ասեմ, Խավետ, Կարզախ, Ազավրետ, այդպես գյուղերում, բարձրատիր լեռնային գյուղերում։ Իսկ այդ գյուղերի երբ ստեղծեցինք երգիպարի խմբեր, առաջ եկավ Ջավախի կարուն փառատոնի ստեղծման հնարավորությունը, ինչի, որովհետև որպեսզի այդ գյուղերի խմբերը մրցեն մեկի մյուսի հետ եւ լինի առաջ խաղացում, զարգացում։ Հետագայում նաեւ հարց եկավ ազգային տարազի փառատոնը, ինչի, որպեսզի բոլոր գյուղերը, բոլոր խմբերը ունենան իրենց ազգային տարազը։ Եվ այդ բոլորը ստացվեց կապված էր Ջավախ կազգագրական երգիպարի անսամբլի հետ։ Գիտեք ինչ, ես օգտվելով առիթից կուզենայի նշել, որ 25 տարիների ընթացքում անսամբլը եղել է մի ընտանիք, մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, մինչև հիմա այդ տրադիցիան, այդ սկզբունքը գործում է Ջավախ ժողովրդական ազգագրական անսամբլի մեջ։ Մեր հետնամասում հարյուրավոր պատվոգրեր կան, շքանշաններ կան, որոնք 25 տարիների ձեր եւ ձեր թիմի վաստակն է, ձեր սաների վաստակն է։ Ինչպես է գնահատվում այդ դժվարին քրտնաջան աշխատանքի պտուղները լսարանի հասարակության հանրության կողմից։ Ինչու ոչ նաեւ ծնողների ջանքն է ներդրված մեր հետնամասում շարված բազմաթիվ պատվոգրերի մեջ, որովհետեւ նրանք էլ իրենց ման են ներդրել, որպեսզի այսօր ունենանք այն, ինչ ունենք։ Ես ասացի, որ Ջավախ ժողովրդական երգիպարի անսամբլը ստացվել էր այնպես դարձել էր մի ընտանիք։ Ես չէի ուզենա ցանկանալ առանձնացնել ծնողներին, որովհետև եթե երեխան չունի լավ ծնող, ուրեմն ինքն էլ չի կարող լավ երեխա լինել։ Դա բոլորը գալիս է դաստիարակություն ընտանիքից։ Եվ մինչև այսօր էլ այդ տրադիցիան շարունակվում է, ծնողները մեզ հետ են, ամեն ինչում մեզ օգնում են, օժանդակում են եւ շատ հիանալի է Փարքաստո որ միջև հիմա կարողացել ենք պահել, պաշտպանել։ Իսկ ինչ վերաբերվում է Ջավախ ազգագրական երգիպարի անսամբլին, մենք 11-12 եվրոպական եւ ազիական երկրներ ենք գնացել փառատոնների եւ միշտ անգամ վերադարձել ենք հաղթանակներով։ Իսկ Հայաստանում, Արցախում եւ Վրաստանում երևի չկան այդպիսի մի քաղաք, որ անսամբլը իր համերգներով հանդես չկա։ Խոսենք նաև այն մասին, թե 25 տարիների ընթացքում ինչ դժվարություններ եք հաղթահարել դուք եւ անսամբլը համատեղ ուժերով։ Գիտեք ինչ ասել ջան, ահավոր դժվարություններ են եղել, ինչպես նոր ասացի, մենք չենք վախեցել
դժվարություններից եւ բոլորը հաղթահարել ենք լինելով միամոր մեկ ընտանիք։ Ես կուզենայի նշել երկու հիմնական ահավոր դժվարությունները, դա առաջինն էր ստեղծման օրից ահավոր դժվարություններ էր, երբ ստեղծեցինք Ջավախք ազգագրական երկիպարի անսամբլը։ Չեմ ուզել մանրանալ թե ինչպիսի դժվարություններ են, ահավոր դժվարություններ կարելի ասել։ Երկրորդ ահավոր փորձություն կարելի ասել, երբ առաջի անգամ 2003 թվականին մենք ուզեցանք ցանկություն ունեցանք մեկնել արտասահման Ջավախքի պատմության մեջ առաջ անգամ Եվրոպա։ Պատկերացնում եք նույնիսկ շատ մեծամեծ մարդիկ ծիծաղում էին, որ ինչ եք ասում, ով է ձեզ Եվրոպա ընդունելու, տանելու եւ այլն։ Նույնիսկ այդ հեգնական խոսքերով հասկացնում են, որ մեր գործունեությունը դա կարտոշկան է եւ պանիրը հետները տարեք Եվրոպա, բայց մենք կարողացանք հաղթահարել այդ ամենը եւ դուրս եկանք Եվրոպա եւ աշխարհի նաեւ Եվրոպա այնտեղ 15 պետությունների անսամբլեր էին մասնակցում այդ փառատոնին, մեր արվեստը ցուցաբերեցինք այդ տեսագրությունները կան, ընտրեմ ում հետաքրքիր է կարող է նայել եւ ցույց տվեցին, որ Ջավախքը, հատկապես Աղալկալակը ոչ թե միայն հայտնի է իր գյուղատնտեսական մտերքներով, դեպքում նաև իր արվեստով։ Գիտեք ինչ դժվարությունները նաև այն էր, որ մենք ֆինանսական ոչ մի հնարավորություն չունեինք։ Կար երեխա, որ այդ ժամանակ վաճառեց ավտոմեքենան։ Շատերը իրենց դունը ունեցած խոշոր եղջերով անասունները վաճառեցին, կարողացանք մեկնել արտասահման, բայց մենք արեցինք մերը։ Այդ պիսի դժվարություններ ենք հանդիպել։ Ձեզ մաղթում ենք բեղուն գործունեություն եւ ցանկանում ենք, որ մեր հաջորդ այցը արդեն համալրված լինի եւս հարյուրապատիկ մրցանակներով։ Օգտվելով առիթից ես ինքս կուզենայի շնորհավորել իմ բոլոր սաներին 2000 թվականից այդ մասնակիցներին մինչև առ այսօր բոլոր մասնակիցներին ասացի մենք մեկ ընտանիք ենք, ես համարում եմ այսպես, որ ես ունեմ երկու երեխա, մի աղջիկ, մի տղա, իսկ Ջավախք ժողովրդական երկիպարի անսամբլը համարում եմ իմ երրորդ երեխան, այդպես է եղել մեր մեջ եւ հույսով եմ եւ հավատացած եմ, որ բոլոր համարյա բոլոր մասնակիցները այդպես են վերագրել ինձ եւ Տիկին Լամարային։ Նորից շնորհավորում եմ, շնորհավոր ծնունդ Ջավախք ազգագրական երկիպարի անսամբլ։